Ավտոճանապարհային վթարների հետևանքով ծանր վնասվածք ստացած եւ մահացած անձանց թիվը մինչեւ 2030 թվականը նվազեցնել 50%-ով։ Սա միավորված ազգերի կազմակերպության անդամ պետությունների, այդ թվում Հայաստանի հանձնառությունն է, որն ամրագրված է գլխավոր վեհաժողովի 2020 թվականի բանաձևով։ Դրան է ուղղված Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության նախագիծը, որը պետական գերատեսչությունները ներկայացրին միջազգային գործընկերների եւ հասարակական կազմակերպությունների մասնակցությամբ աշխատաժողովում։ Ճանապարհային անվտանգության հիմնախնդիրները դա մի հարց է, որը օրակարգային է առաջին հերթին կառավարության համար եւ առաջնահերթություն է։ Հայաստանում 2012-22 թվականներին գրանցվել է շուրջ 40,000 ճանապարհատրանսպորտային պատահար։ Դրանց հետևանքով վիրավորվել է ավելի քան 58,000 մարդ։ Ընդ որում, այս ցուցանիշն ամեն տարի աճել է միջինը 7,6%-ով։ Նույն ժամանակահատվածում մահերի թիվը կազմել է 3537, տարեկան տատանվելով 267-ից 368-ի միջակայքում։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալը ռազմավարությամբ առաջարկվող հիմնական լուծումներից առանձնացնում է ճանապարհային ենթակառուցվածքի անվտանգության համակարգի ծրագիրը։ Հիմնված է լինելու ճանապարհային անվտանգության պարբերաբար գնահատումներ անելու, այդ ազդեցության գնահատում անելու վրա եւ դրա արդյունքներով պարբերաբար միջոցառումներ անելու, ինչպես նաեւ հիմնանորոգվող, վերակառուցվող ճանապարհները 3 փուլով ճանապարհային աուդիտ անցնելու համակարգի վրա, այսինքն մեր բոլոր ճանապարհները ըստ էության հիմնանորոգման ընթացքում նախագծման փուլում, շինարարության փուլում եւ շինարարության ավարտից հետո պարտադիր պետք է անցնեն ճանապարհային անվտանգության աուդիտ։ Այդ նպատակով կպատրաստվեն ու կորակավորվեն ճանապարհային անվտանգության աուդիտորներ։ Ինչպես նաեւ առաջարկելու ենք վթարավտանգ հատվածների կառավարման համակարգ ներդնել, որը անընդմեջ պետք է բացահայտի վթարավտանգ հատվածները եւ վերացնի դրանք։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանի գրասենյակը ներկայացնող Ջոնաթան Պասմորն ընդգծում է, յուրաքանչյուր 23-րդ վայրկյանին աշխարհում 1 մարդ է զոհվում ճանապարհատրանսպորտային պատահարից, տարեկան 1,3 միլիոն։ Այս մահերի քանակը դառնում է հանրային առողջության համար լրջագույն մի խնդիր։ Այդ պատճառով էլ մենք ներգրավում ենք ճանապարհային անվտանգության հարցերում եւ գործակցում տարածքային կառավարման ու ներքին գործերի նախարարությունների հետ։ Անվտանգ համակարգերը ներդնելով հույս ունենք լուրջ հաջողությունների հասնել։ Պատահարների վիճակագրությունը շտկելու ուղղությամբ Պասմորի խոսքով Հայաստանում լուրջ քայլեր են արվել։ Եվրոպական տարածաշրջանի երկրներում ըստ նրա թվերի տարբերությունը բավականին մեծ է։ Ընդհուպ տասնապատիկ։ Մահերի ամենացածր ցուցանիշներ ունեցող երկրները նույնպես այս տարածաշրջանում են։ 100,000 բնակչի հաշվով 2-3 մահ։ Խոսքը Շվեյցարիայի, Նորվեգիայի, Միացյալ Թագավորության, Շվեդիայի մասին է։ Հայաստանի ցուցանիշը այս երկրների համեմատ բարձր է մոտ 4 անգամ։ ԱՀԿ պաշտոնյան կարծում է, քանի որ Հայաստանն ունի լավագույն ցուցանիշներ ունեցող երկրների հետ նույն տարածաշրջանում գտնվելու առավելությունը, շատ ավելի հեշտ է դառնում նրանց հաջողված փորձը կիրառելը։ Ի դեպ, անվտանգ համակարգ կոնցեպտը մշակվել է Շվեդիայում եւ տարածվել մյուս երկրներում։ Մենք կարծում ենք, սա միակ համակարգն է, որի շնորհիվ մահերի թիվը կմոտենա 0-ի։ Աննա Զախարյան, Մհեր Կիրակոսյան, լուրեր։